Այժմ տեսնենք ինչն է խանգարում խեցգետինների առաջ խաղացմանը։ 3 թեմաներով, սիրո թեմայով, ինչն է խանգարում սիրո մեջ առաջ խաղացմանը, եթե հաջողություն չունեք սիրո մեջ, ինչն է խանգարում ձեր կարիերայում առաջ խաղացմանը կամ աշխատանքում եւ ֆինանսներում։ Եթե կան խեցգետիններ, ովքեր շատ երջանիկ են, շատ լավ իրենց անձնական կյանքը, անկախ նրանից ինչ հարաբերություններում են, սա ուրեմն անձնական իրենց չի վերաբերի։ Եվ դες ուզում եմ խոսել օգնել այն մարդկանց խորհուրդ տան կարտերը, ովքեր չեն կարողանում, ովքեր հաջողություն չունեն սիրային կամ անձնական հարաբերություններում, նույն էլ ֆինանսներում եւ կարիերայում։ Եթե ձեզ մոտ ամեն ինչ լավ է այդ թեմաներում, ուրեմն սա ձեզ համար չէ։ Ես ուզում եմ օգտակար լինել այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, ովքեր ջանքեր ներդնում են, որովհետեւ եթե ոչինչ չեք անում, բնականաբար ոչ մի հաջողություն չեք ունենա, ինչ առաջխաղացման մասին կարող է խոսք լինել, բայց եթե դուք ջանքեր եք ներդնում, բայց սխալ ուղղությամբ, այդ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ։ Ինչ որ բան անում եք, բայց ոչ մի բան չի շարժվում տեղից։ Ներողություն, կարտն ընկավ, ես վերցնեմ։ Այսպես։ Վերցրեցի կարտը, շարունակենք։ Եթե դուք ինչ որ բան նորից եմ ասում, անում եք եւ չի ստացվում, ուրեմն ինչ որ բան միգուցե սխալ եք անում, փորձենք տեսնենք կարտերով ինչ խորհուրդ կարող են տալ։ Ինչն է խանգարում խեցգետինների առաջ խաղացմանը։ Նրանց անձնական կամ սիրային հարցերում, նրանց աշխատանքում կամ կարիերայում եւ ֆինանսներում։ Այս կարտն էլ ընկել էր Միչայելոց։ Եթե կարտը պետք է դուրս գար, ես ոչինչ չեմ կարող անել, ինչքան էլ խառնեցի, նորից կարտը դուրս եկավ։ Կայսրուհին է սա։ Սիրո հարցերում տեսնում եմ կայսրուհի։ Ինչ է նշանակում, որ սա խանգարում է։ Սա կարող է խանգարել երևի թե կանանց, այսինքն խեցգետին կինը, այն կանանց, ովքեր այնքան էլ հաջողություն չունեն։ Տեսեք, ուզենալ թագուհի լինելը, կայսրուհի լինելը, բոլորովին ոչ մի խնդիր չկա դրանում։ Ամեն մարդ կարող է լինել ինչ ուզում է, ոչ մեկ իրավունք չունի ոչ մեկի դատելու։ Բայց ես նայում եմ ինչն է ձեզ խանգարում։ Այսինքն միգուցե մի քիչ շատ եք վերևից եք նայում մարդկանց կամ տղամարդկանց, հարգելի խեցգետիններ, եթե կան այդպիսի, որտեվ կարտը ինձ այդպիսին է ցույց տալիս։ Ես կայսրուհին եմ, ինձ ամեն ինչ կարելի է, ես ինչ ուզում եմ այդպես պետք է լինի, իմ ասածով պետք է լինի, հա, եւ բոլորը պարզապես իմ հպատակներն են։ Կամ չգիտեմ, դուք սպասում եք, որ ձեզ պետք է առնվազն կայսր լինի, որ կարողանա ձեր սիրտը գրավել։ Մի քիչ շատ բարձր եք դուք ձեզ դատում, հասկանում եք։ Այսինքն մարդիկ կարծես շանս չունեն։ Օրինակ տղամարդը երբ նայում է այսպիսի կնոջ է, կարող է ձեզանով հիանա, որտեղ միգուցե դուք բոլոր եւ արտաքին տվյալները եւ ինտելեկտը եւ խելացի եք եւ ամեն ինչ ունեք, կրթություն ունեք, չէ, դուք իսկապես կարող եք լինել կայսրուհու դերում։ Դուք իզուր չէ, որ դուք այդքան բարձր եք ձեզ դասում, բայց այդ դեպքում տղամարդիկ քանի կայսր տղամարդ կլինի ձեր շրջապատում։ Ամեն տղամարդ չի, որ ինքը իրեն կայսր է երևակայում, որպեսզի գա ձեր սիրտը գրավի։ Այդ դեպքում պարզապես մարդիկ ձեզ կնայեն եւ կհիանան ձեզանով, բայց կվախենան ձեզ մոտենալ։ Եվ ձեր անձնական կյանքը չի կառուցվի, չի դասավորվի եւ իրականում դուք երևի պետք է ձեր դիրքից մի քիչ իջնեք, այսինքն ամեն դեպքում դուք շատ գեղեցիկ եք, շատ ինտելեկտուալ եք, շատ կրթված եք, շատ խելացի եք, դուք շատ դուք ամենալավն եք, շատ լավ է։ Բայց եթե դուք մենակ եք, մենակ կայսրուհի եք, ուրեմն դուք ամենալավն եք, բայց դուք մենակ եք։ Մենակ եք եւ երջանիկ չեք։ Երևի պետք է մի քիչ ավելի իջնել այդ գահից։ Երևի թե։ Ես կարտերի խորհուրդն եմ ասում, հարգելիներս, ես ոչ մի խնդիր չունեմ կայսրուհիների եւ կայսրուհի լինելու մեջ, բայց եթե դուք անհասանելի եք տղամարդկանց համար, այդ դեպքում դուք մենակ եք, որովհետեւ չափից ավել բարձր է ձեր գահը, այդպես կարող եմ ասել։ Չեմ կարող, ես այստեղ անկեղծ ասած կին եմ տեսնում, տղամարդ չեմ տեսնում։ Եկեք մի կարտ էլ հանենք, տեսնենք տղամարդկանց համար կարտ դուրս կգա, տեսնենք տղամարդկանց խնդիրը, եթե խնդիր ունեն, ինչպիսին է, նրանք ինչու հաջողության չեն հասնում։ Տեսնում եմ այստեղ պաժը, կոպեկը ձեռքին, սա պենտակլների պաժն է։ Այստեղ տեսնում եմ արդեն տղամարդ, ինչու տղամարդ խեցգետինները կարող են հաջողություն չունենալ, նրանք ովքեր չունեն հաջողություն, դրանց մասին է խոսքը, նրանց ենք փորձում խորհուրդ տալ կարտերով։ Սա երեխան է, այսինքն միգուցե անհաջող են այն խեցգետինները, ովքեր փորձ չունեն,
Ես գիտեմ, որ խեցգետինները բավականին էմոցիոնալ շատ զգայուն մարդիկ են, շատ։ Ես ունեցել եմ ուսանողական ընկեր, շատ լավ տղա էր, շատ այսպես ինտելեկտուալ, շատ աշխատասեր, բայց շատ զգացմունքային էր, բավականին։ Եվ շատ տեսնում եմ այստեղ պաժը, տեսնում եք, մի տեսակ երազանքների ետևից է ընկած, երազում է, կոպեկը ձեռքին, այսինքն միգուցե շատ մեծ հակառակը ակնկալիքներ չունեն խեցգետինները, միգուցե շատ մեծ պլաններ չունեն եւ շատ այսպես զուսպ են, հանգիստ են եւ շատ էմոցիոնալ են եւ դա խանգարում է իրենց։ Ես կդժվարանամ ասել, մանավանդ ես կին եմ, տղամարդ չեմ, ինձ համար դժվար կլինի ասել, թե ինչն է տղամարդկանց, այսպիսի տղամարդկանց տվյալ դեպքում խանգարում կանանց հետ հաջողությանը, բայց չափից ավել էմոցիաները կարող են ձեզ խանգարել։ Իսկ մանավանդ երեխա Պաժը երեխաներն են, այսինքն եթե դուք սկսնակ եք հարաբերություններում, ձեզ պետք է մի քիչ փորձ ձեռք բերել, դա էլ կարող է խանգարել, այսինքն պետք չէ շտապել, պետք չէ հուզվել, որ ես չեմ կարողանում, աղջիկների հետ չի ստացում, դուք դեռ միգուցե շատ երիտասարդ եք կամ պարզապես դեռ փորձ չունեք։ Փորձի հետ ամեն ինչ կարող է ընկնել իր տեղը, կամ կարծերը հուշում են, մի քիչ պետք է համբերել, չշտապել եւ չհուզվել։ Այսինքն միանգամից մի մտածեք, որ չէ, ես չեմ կարողանա։ Պետք է սպասել համբերատար անպայման ձեր ժամանակն էլ կգա։ Մյուս կողմից պարզապես պետք է երևի ավելի, այսպես ասեմ, շատ ավելի փորձված տղամարդկանց հետ, եթե կարողանաք ընկերություն անել, շփվել, խորհուրդ հարցնել եւ սովորել իրենցից, ժամանակի հետ ամեն ինչ կարող է կարգավորվել։ Միգուցե կամ շատ երիտասարդ է, կամ անփորձ է, կամ շատ զգացմունքային։ Երեք բան եմ տեսնում այստեղ։ Իսկ այս ռուհուն նորից եմ ասում, ինքը, որովհետեւ ինքը այսպես իրեն թագուհու պես է պահում, դառնում եք հարգելներս անհասանելի տղամարդկանց համար։ Իսկ բոլոր տղամարդիկ չեն, որ կարող են գալ եւ փորձել ձեզ գահից իջեցնել կամ գալ հասնել ձեր գահին։ Դուք մի տեսակ շատ անհասանելի եք դարձել, կարող են ձեզնով զմայլվել եւ հիանալ, դա կարող է լինել խնդիր ձեզ համար։ Կարիերայում տեսնում են պենտակլների թագավորին։ Պենտակլների թագավորը դա հարուստ կայացած մարդ է, ինչն է խանգարում խեցգետիններին կարիերայում եւ աշխատանքում եւ առաջխաղացմանը։ Տեսնում եք, այնտեղ տեսնում եք թագուհի, այստեղ տեսնում եմ թագավոր։ Երևի կարող եմ ասել այս կարտով ինչն է խանգարում խեցգետիններին։ Այսինքն գիտեք, առաջխաղացումը տեսեք ինչպես եմ ես տեսնում, որ մարդը չէ 0-ից սկսում ես, աշխատանքում առաջխաղացում պետք է լինի։ Ես այստեղ տեսնում եմ մարդ, որ ինքը արդեն թագավորի տեղ է դրել իրեն։ Այսինքն մարդը չի կարող աշխատել մեկ ուրիշի համար, եթե ինքը արդեն կարծում է, որ ինքը ամենա թագավորն է։ Չէ, դուք պետք է կամաց հասնեք բարձր պաշտոնի։ Սա ասենք արդեն կայացած պաշտոնով մարդն է, կոնկրետ ունի դիրք, կոնկրետ ունի ֆինանսներ։ Եթե դուք ձեզ համոզել եք, ներշնչել եք, որ ես արդեն այդ մարդն եմ, դուք դժվար կլինի ձեզ համար ուրիշ մարդու հետ աշխատելը։ Մենք հայերս ունենք, չէ, այդպեսի խնդիր, որ ասում են բոլորը վարչապետ են, բոլորը պրեզիդենտ են, բոլորը, չգիտեմ, ուզում են ղեկավարել, ոչ մեկ չի ուզում ոչ մեկի համար աշխատել, այս այսպեսի զգացողություն եմ տեսնում այստեղ, որ դուք արդեն ձեզ ներշնչել եք, անձնական հարցերում դուք արդեն թագուհի եք, չէ, պետք է թագուհին նախ եւ առաջ շատ քչերը կան, որ ծնվում են թագուհի, բայց ընդհանրապես ամուսնանում էր արքայադուստրը թագավորի հետ եւ դառնում էր թագուհի։ Հիմնականում ամուսնությամբ էին արքայադուստրերը դառնում թագուհի։ Մեր թագուհին ինքը չի ամուսնանում եւ անձնականում հաջողություն չուներ, որտեղ ինքը արդեն իրեն համարում է թագուհի։ Դրա համար իր կողքին տղամարդ չկա, եթե ինքը անձնականում խնդիրներ ունի։ Տվյալ դեպքում առաջխաղացումը կարող է լինել նմանատիպ խնդիր, դուք արդեն ձեզ դրել եք, որ դուք ձեզ համոզել եք, որ ես արդեն, այսպես ասեմ, ես արդեն պետք է ինձ պաշտոն ուղղակի սկուտեղի վրա նվիրեք, ես արդեն պետք է լուրջ գործեր անեմ, ես չեմ կարող սրա նրա ձեռքի տակ օգնական աշխատել, ես չեմ կարող ավելի ցածր պաշտոնի գնալ, ես միանգամից ուզում եմ ամեն ինչ եւ միանգամից։ Կարող է այդպիսի զգացողություն լինել։ Ես այս կարտից այդպիսի ինչ-որ այդպիսի ինֆորմացիա եմ ստանում։ Տեսնենք։ Դե նորից եմ կրկնում, հարգելիներս, չի կարող սա բոլոր խեցգետիներին վերաբերել, այդպես ուղղակի չի լինում։ Բայց եթե կան մարդիկ, որ իրենց վերաբերում է, տեսնենք կարտերները ինչ կհուշեն։ Տեսնում եմ այստեղ բաժակների տուզը եւ ընկավ ինքներին կարտը դուրս եկավ կախված մարդը, այսինքն անշարժություն է։ Տեսեք, այստեղ ես կարող եմ ասել, որ նորից նույն բանն եմ տեսնում։ Սա էմոցիաներով լի մարդն է։ Այո, մարդը ինքը գտնում է, դրա համար էլ առանձնապես մեծ ջանքեր չի գործադրում, տվյալ խեցգետինը, ով կարիերայում մեծ հաջողության չի հասնում աշխատանքում, մարդը չի սիրում աշխատել,
ծույլ մարդն է սա եւ ոչինչ չի ուզում առանձնապես անել, մարդը պարզապես ուզում է լինել միանգամից թագավոր։ Այսինքն միանգամից ուզում է ինքը ամեն ինչ հասնել ամեն ինչի, իրեն ուղղակի այսպես պետք է բաժակով եմ տեսնում, բայց պատկերացնում սկուտերի վրա իրեն մատուցել պաշտոնը, աշխատանքը, լավ դիրքերը, ունեցվածքը, հարստությունը, մարդն ուզում է հեշտությամբ, այսպես տեսնում եք, էմոցիաները, մարդը չի ուզում մեծ աշխատանք անել, շատ ուժ գործերներ դնել, որովհետև ինքը պարզապես մտածում է ես այնքան լավն եմ, այնքան արժանի եմ, որ ինձ ամեն ինչ պետք է ուղղակի այդպես տալ։ Դա կարող է լինել խնդիր, որովհետև դուք անկախ նրանից դուք ձեր մասին ինչ եք մտածում, ամեն դեպքում շատ դժվար կլինի կարիերայում աշխատանքում, որտեղ եթե բոլորը պետք է կամաց սկսեն աստիճանաբար հասնեն, դուք արդեն ձեզ պատկերացնում եք այդ դերում, էլ ինչի պետք է հասնեք, տեսեք, եթե մարդը թագավոր է, չէ, էլ դրանից ենգում էլ ինչի պիտի հասնես։ Դուք արդեն մնացել եք, կանգնել եք միտեղ, որտեղ մնացել եք, որտեղ դուք արդեն կարծում եք ես թագավոր եմ, բա էլ ինչպես կարող է առաջ խաղացում լինել։ Արդեն դա վերջն է։ Դա հակառակը թագավորը ոչ թե սկիզբն է, որ դուք պետք է գնաք ու ձեզ թորը տան թագավորի կամ պաշտոն տան կամ չգիտեմ գործը, այլ դուք պետք է հասնեք սրան, դա պետք է լիներ կյանքի նպատակ։ Սկիզբը չէր կարող լինել թագավոր։ Սա վերջն էր։ Բայց դուք իրականում նպատակի փոխարեն դուք որոշել եք, որ ես այսպեսին եմ, ես միանգամից պետք է ղեկավարեմ։ Դա բոլորին չի որ հաջողվում է։ Տվյալ դեպքում, եթե չեք հասնում ոչ մի բանի, որովհետև սխալ եք սկսում։ Սկսում եք վերջից, այսպես ասեմ, եւ դա ձեզ ոչ միտեղ չի տանում։ Ինչ հետաքրքիր է խեցգետինների համար միայն տեսնում եմ թագուհիներ եւ թագավորներ։ Այստեղ տեսնում եմ ֆինանսներում նաեւ թրերի թագավորին։ Շատ հետաքրքիր է, իսկապես, այստեղ չգիտեմ ովքեր են, ում է վերաբերում, այսպես շատ վերևից են նայում բոլորին աշխարհին եւ անձնական հարաբերություններում, եւ ֆինանսներում, եւ կարիերայում։ Այստեղ էլ մարդը թրով կանգնած է, տեսնում եք, սա լոգիկայով մարդն է, որը առանձնապես զգացմունքներին չի տրվում, մարդը ինքը ուզում եմ, այսպես եմ ուզում, այսպես պետք է լինի։ Ես խեցգետիներին այսպես ագրեսիվ անկեղծ ասած չեմ տեսել ու չեմ տեսնում, բայց միգուցե եւ կան այդպիսի խեցգետիներ, տվյալ դեպքում, եթե այս ագրեսիվությունը, միգուցե պահանջներն են մեծ, ումից են պահանջները մեծ, չեմ կարող ասել, բայց եթե մարդը միանգամից ինքը իրեն թագավոր է, չէ, երևակայում, ֆինանսներն էլ է ուզում, ինքը ուզում է միանգամից լինել թագավոր, աշխատանքում, կարիերայում եւ ուզում է մեծ ֆինանսներ։ Մարդը պարզապես ուզում է միանգամից եւ ամեն ինչ։ Ուզում է լինել թագավոր եւ ուզում է թագավորական ծախսեր եւ գումարներ։ Եվ դա է խնդիրը։ Հարգելիներս, ես այստեղ էլ եմ ասում, տեսնում եմ կայսրուհին, թագավորներ, այսինքն դուք շատ ավելի այնքան բարձր եք ինքներդ ձեզ տեղադրել կյանքում, բոլոր ասպարեզներում, որ դրա առաջխաղացում չի կարող լինել, որտեղ դուք արդեն թագավորի դիրքում նստած եք, աթոռին եք, նորից եմ կրկնում, դուք պետք է կամաց գնայիք հասնեիք, դա պետք է լիներ նպատակ, որին պետք էր հասնել, բայց դուք արդեն ձեզ համարում եք, որ դուք այդ վիճակում եք։ Ինչ առաջխաղացման մասին է խոսքը, թագավորից այն կողմ ով կա, չկա, ոչ մեկ չկա։ Ես այդպես եմ տեսնում, կա ինչ-որ այդպիսի խնդիր, եթե կա, հույսով եմ կկարողանաք ինչ-որ ձևով շտկել, ես կդժվարանամ խորհուրդ տալ, ես տեսնում եմ ինչն է ձեզ խանգարում, թե ինչ պետք է անել, ես չգիտեմ թողնում եմ դա ձեզ և ձեր որոշմանը, ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում բոլոր խեցգետիներին։